Վարդանի, Տերոյի, Գայգին Նժդեհի, Մանթե Մելքոնյանի, Սոսեի, Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի, Դավիթ Բեկի, Բարին արած ծրագրի շրջանակներում Փարության գաղափարի շուրջ համախմբվեցին Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները։ Դասղեկ Ռիմա Դարփինյանի ուղեկցությամբ ճանաչողական այցով այցելեցին Պանթեոն, հարգանքի դուրք մատուցելու Արցախյան հերոսամարտերում իրենց կյանքը նվիրաբերած հայ քաջմարտիկների շիրիմներին։ Մեր երկրի լուսավոր ապագան կերտել են հենց նրանք, ովքեր հիմա հանգիստ ննջում են այստեղ։ Ասում են մարդը մահանում է այն ժամանակ, երբ նրան այլևս չեն հիշում, իսկ մենք հիշում ենք նրանց, որովհետև այսօրվա խաղաղ երկնքի համար, այս մեր հայկական սուրբ հողի պահպանության համար մենք պարտական ենք մեր ազատամարտիկներին, հիշեցեք նրանց, թող խաղաղություն իջնի նրանց շիրիմներին, իսկ նրանց մահ իմացյալը դաս բոլորիս համար։ Դպրոցի զինղեկ Աշոտ Քոչարյանն աշակերտներին ներկայացրեց զինակից ընկերների կյանքի հերոսական էջերը։ Դպրոցի դասասենյակներից մի քանիսը անվանակոչվել են Պանթեոնում հավերժորեն ննջած Գուրգեն Շահնազարյանի, Արթուր Ոսկանյանի, Վաչիկ Հովհաննիսյանի անուններով։ Այստեղ թաղված են մեր զոհված ազատամարտիկներ, մեր զինվորներ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին։ Հիշեք, վարվեք հարգալից։ Հասկանալի է։ Այսօր նպատակը պետք է անել բարին, մաքրել, հնարավորությունս։ Հասկացանք իրար։ Նահատակված զինվորների շիրիմներին այցի գնալը ցանկացած մարդու բնական եւ միևնույն ժամանակ հոգեվոր պահանջն է։ Դրանով մենք արժևորում ենք նրանց գնահատում կատարած սխրագործությունները։ Միթե անպատիժ պիտի մնան դժոխքի արժան ոսոխի մեղքերն անսահման։ Աշակերտները գիտակցում են, թե որտեղ են գտնվում եւ որ իրենք այսօր անհոգ ապրում են այս մարտիկների արյան գնով նվաճած հողում։ Ես գիտակցում եմ, ես եկել եմ Պանթեոն, որպեսզի տեսնեմ, հիշեմ մեր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհել մեզ համար, որպեսզի մենք ապրենք եւ խաղաղության մեջ ապրենք։ Բարին արած ծրագրի շրջանակներում ենք եկել, որպեսզի մաքրենք եւ գեղեցիկ դարձնենք զինվորների գերեզմանը։ Քրիստինե Մելիքսեթյան, Կամոծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։